արջը։ Այ պապեր եր արջը։ Էս սա որ ասում մի գնամդե։ Ֆոտոուկի։ Եղեգիսի Շատին գյուղի յուրաքանչյուր բնակիչ առնվազն մեկ անգամ արջի հետ նման հանդիպման հիշողություն ունի։ Կենդանիներն արդեն վաղուց հաստատվել են այստեղ։ Ձմռան քնից արթնանում ու իջնում են գյուղ, մեկից հավ, մյուսից հորթ են գողանում, ուտում ու կերակրում իրենց ծագերին։ Պարքով, վարկով, առես ակել են։ Այս գոմնա, այս էլ երկու տակ ստեից էլ է փակած, մի հատ չէ, են էլ հողամասնա։ Տենց եկե, տեսեք, մտե, սենց եկե, այս ջարդած տեղը։ Մտեր, հավեր էս տեղից դուրս են եկել, բոլորը գնացել են 17 հավեր, երկուսը էստեղ, երկուսը այնտեղ, մտել է հողամասը, բոլորը ջարդե, մշրե, կերե, 2 տարի առաջ ճագարներին էլ է, կերե, հետո հարևանի 2 հորթը վնասը, հազիվ ծերից առեցին ժողովորդը, հազիվ, շներով, շներն է չէ, 4 շուն հարցակվել ես չեր կարում ձե, կոթոթն էլ հետը, դուղացի մարդ ենք, մենք դրանով ենք ապրում, ուզում եմ գյուղտեղ եմ ապրում, օգուտ անեմ, աշխատեմ, ինչու որ իմ աշխատելու պրոցեսը կը, ես ժրաջան աշխատում եմ, ինչու չպահեմ։ Եթե 5-6 տարի առաջ ամառները գյուղում մեկ արջ էր հանդիպում, այսօր արդեն գիշատիչները բազմացել են, քոտոտների հետ են հաստատվել գյուղում։ Նրանցից մեկն էլ կորցրել ու ձագին է փնտրում։ Մի հատ արջ ունենք, որը 2 քոթոտներով էր ստեղ հայտնվել գյուղում, սկզբնական շրջանում։ Հիմա նրա մի քոթոթը չկա։ Եվ ամբողջ գյուղով ինքը ման է գալիս քոթոթին։ Երեխաները դուրս են եկել, որպեսզի գնան գիլաս ուտելու, արջ գիլասից առիթ կարճատում ու հորն են կանչել, պապա արի արջը։ Ասված չան էլի, որ մի երեխայի մի բան պատահի։ Եթե երեխային մոտենա, դեմ դիմաց լինի, էլի դեմ դիմաց է, այն քոթոթը հետն է, անպայման կջարդի, անպայման։ Տղաս որ ճագարները վնասիր էր, չեր իմացեմ, եկել էր այստեղ, արջը արդեն հարցակվել է վրան, բայց դե ասեմ տղա ջան, քեզի կջարդի հետ, ինչ ես բան, արդեն բայց երևի փախել է ձենից էլի, անպայման կջարդի, կվնաս, քանի մարդու վնասել է։ Այդ դաշտը գնացել են, բոխի են հավաքել, 2-3 մարդու վնասել է, մահից են փրկվել։ Մի հատ կին իր հողամասում էր, ձեռքցել էր, ինքը գլորվել էր ներքև, արջ վերև էր փախել։ Սաղ գիտեն, այդ նախարարությունն էլ գիտեն, այդ բոլորը զանգում են, նույն օրը 911-ով ասում են, գիտեն։ Արջի ու մարդու հանդիպումը մեկ անգամ չէ, որ ծանր հետևանք է ունեցել, բայց կան շատինցիներ էլ, որ արջի հետ շփման եզրեր են գտել։ Հոմերոս Սարգսյանը սկսել է ուսումնասիրել կենդանիների վարքն ու տեղաշարժը գյուղում, արձանագրել կենդանուն հանդիպելիս կտրուկ շարժումներ չպետք է անել։ Հիմա այգու արահետի վրա նշան է արել ու հետևում է, թե երբ են ծուռ թաթն ու քոտոտն անցնում իրենց բակով։ Պատահում են ավելորդ բաները կցմայքստե, դա ուտում է, բայց ստեից է տան հետևով գիշտում աղողամասու գնում։ Դեպի հարևանի տուն բան։ Քարավոտը շուտ 5-ին ես հելնում եմ ջուր եմ անում հողամասում։ Վախենում եմ, չեմ կարողանում։ 4 օր 5 օր ասեի չորանում եմ նոր մի կերպ պետք է ջուր անես։ Սոված ինքը, սոված դրա համար հավը ուտում, ճագար, ծառերը, մի հատ էլ տանձի ծառ ծաղկած վիճակում, այդտենց լրիվ ջարդերի քոքից հանել էր։ 3200 բնակիչ ունեցող Շատինը հայտնի է մեղվապահությամբ։ Ոչ միայն չորքոտանիների, այլև մեղուների աչքն է վախեցրել արջը, քանդել մեղվա ընտանիքները։ Հուսահատ գյուղացիներից շատերը հրաժարվել են կենդանիներ պահելուց։ Մեր գյուղը հիմա բացարձակ շատ են, մի քանի հատ գյուղի մեջն են, դուրս չեն գալի դրանք անտառ կամ դուրս դաշտեր։ Դրանք հենց ստե հողամասը մնում են, իրիկվա կոմը էս թեթև ժամի 5-ից 6-ից հետո մեկի հողամասը մտնում են, վնաս են տալի։ Այս գյուղում ոչ հավ կա պահող, ոչ անասուն կա պահող, ոչ մեկ չի գալի հարցնում, այս խի այսքան պակասում անասուն, այսքան հավը չի պակասավ, ինչ եղավ։ Շրջակա միջավայրի նախարարությունը փորձել է աջակցել էլեկտրական հովիվներ տրամադրել սուբսիդավորմամբ, բայց դա էլ հարցի լուծում չեն համարում։ Հնարավոր չէ Եղեգիս խոշորացված համայնքի 1 տասնյակից ավելի գյուղերը պարսպապատել էլեկտրական հովիվներով։ Նախ այդ պիտի ձրի տար նախարարությունը, որ եկե հասել էր ստե, 40,000 գյուղացին 20 հատ ասենք հավ ուներ։ Ինչքան ձու պետք է ծախի, որ դրանից տա մի հատ առնի։ Եթե օրինակ բալկոնն էլ լինի, դուրս կամ, եթե զենք էլ ունենամ, ես չեմ կարող կրակեմ իր վրան։ Քանի որ վախենում եմ դուք անեն, կամ դատեն։ Ազատությունից ասում եմ մենք չենք կարող զրկել արջին։ Ինքը բնության մեջ պետք է իր համար ազատ ապրի։ Դե բնակիչներն ասում են մենք էլ ենք ուզում ազատ ապրենք։
այս բերմության մեջ, բայց հիմա արջի է մարդու ոնց որ կռիվ լինի։ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանվում է մինչև 4 միլիոն դրամ տուգանք։ Համայնքի ղեկավարությանը ոչինչ չի մնում անելու, քան հորդորել բնակիչներին զգույշ լինել ու երեկոյան ժամերին տնից դուրս չգալ։ Առայժմ նաև շրջակա միջավայրի նախարարությունն է սահմանափակվում նախազգուշական հորդորներով։ Վարդուհի Արզումանյան, Արման Թովմասյան, լուրեր։